Շարժիր էր Սեֆիլյանի գործով դատավարությունն այսօր լարված մթնոլորտում ընթացավ։ Դատավորը տեսնելով, որ Սեֆիլյանն ու մյուս մեղադրյալ Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնում, որոշեց նրանց 6 ժամով հեռացնել դահլիճից։ Ընդդիմադիրները ցանկանում էին պարզաբանել, ելույթ ունենալ։ Ոստիկաններն ու կարգադրիչները սակայն ուժի գործադրմամբ, հրելով, ձեռքերը ոլորելով դուրս բերեցին նրանց։ Մինչ այդ լարված էր դատարանի միջանցքում, փաստաբանները չէին կարողանում մուտք գործել դահլիճ, հրաժարվելով, ինչպես իրենք են բնորոշում, խուզարկության ենթարկվել։ Դատական կարգադրիչները պահանջում էին, որ Տիգրան Հայրապետյանը բացի պայուսակը։ Ես իմ պայուսակը տվեցի, որ զննեք, խնդրում եմ, զննեք։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը նախորդ փորձը հաշվի առնելով պայուսակի պարունակությունը ձեռքին թղթապանակներով էր եկել, բայց կարգադրիչները հիմա էլ պահանջեցին ցույց տալ, թե ինչ կա գրպանի դրամապանակի մեջ։ Ինչ անեմ, ուզում եք հագուստներս մերկացած գամ։ Բառեր չկա ասել, ուղղակի ապօրինություն է։ Հատուկ նպատակադրված ես ու իմ գործընկերս Նինան Կարապետյան պայուսակ չենք վերցրել եւ քանի որ ոչինչ չունեին զննելու, արդեն մեր դրամապանակներն էին ցանկանում զննել։ Դրանից ավելի ստորացուցիչ բան փաստաբանին չէին կարող առաջարկել։ Մենք խնդրեցինք, որ դատավորը հետամուտ լինի, մեզ ներս թողնեն, չմտնեն մեր գրպանները։ Իմանալով այդ ամենը, դատավորը նիստը սկսել է եւ նաեւ սանկցիա կիրառել մեր պաշտպանյալի նկատմամբ։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մինչդեռ հիմք ընդունելով կարգադրիչներից ստացած գրությունը որոշեց նաև պաշտպանների Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի դեմ սանկցիա կիրառել։ Ցանկանում էի զննության ենթարկել Արայիկ Պապիկյանին, սակայն վերջինս հրաժարվեց։ Կիրառել դատական սանկցիա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով փաստաբանական պալատ։ Սույն որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է եւ ենթակա չէ բողոքարկման։ Այսպիսի սանկցիայի արժանացավ նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով կարգադրիչների հետ խնդիր չէր ունեցել ու այդպես էլ չիմացավ, թե դատավորն ինչու է իրեն պատժում։ Անհասկանալի է ինձ համար։ Հենց դա ճշտելու նպատակով ես ստիպված եղա բացատրել նախագահող դատավորին, երբ որ նա արդեն հեռանում էր, որ պետքա բարի լինել լսել մասնակիցների դիրքորոշումներն ու առարկությունները կամ հարցերը կատարված գործողությունների վերաբերյալ։ Սա դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կիրառած վերջին սանկցիան չէր։ Հերթական ընդմիջումից հետո նա ընթերցեց կարգադրիչներից ստացած նոր զեկուցագիրը ու որոշեց ապակեպատ դահլիճից մինչև այս գործով դատավարության ավարտը հեռացնել ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Ղումաշյանին եւ մեղադրյալ Ներսես Պողոսյանի եղբորը Վահե Պողոսյանին։ Անհարգալից վերաբերմունք են ցույց տվել դատանի հանդեպ, հայհոյանքներ հնչեցնելով դատանի հասցեին միաժամանակ խոչընդոտել են կարգադրիչների ծառայությանը, ուստի խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ նրանց բաժնելու համար։ Սույն որոշումը հրապարակվում է բանավեճարանում եւ դատարանը արդեն դուրս է եկել իր դատական նիստի սահմաններից, դատարանները վերածվել են, չգիտեմ, անհասկանալի թե ինչի։ Այսինքն եթե նախինում նախարարների էին կամ վարչության պետերի տեղակալների էին ենթարկվում, հիմա կարգադրիչի է ենթարկվում, այսինքն վարչության պետի տեղակալի օգնականի, չգիտեմ, խորհրդականի է ենթարկվում։ Սա ծիծաղելի է։ Դատավորի այս իրար հաջորդող սանկցիաները դժգոհություն առաջացրեցին դահլիճում։ Ներսես Պողոսյանի մայրն ու քույրը համոզված են, որ մեղադրյալներին ու փաստաբաններին պատժելով փորձ է արվում առանց նրանց դատ անցկացնել։ Ոնց կարա մարդ ունենա երկու փաստաբան եւ ոչ մեկ նիստը սկսել է իր փաստաբանները չկան։ Այսօր իր երկու երեխեքը մանկապարտեզի վերջին հանդեսն է իրանք օրը մի տարի անհիմն պահել են։ Հիմա ինչ արեց, ընդամենը բարձրախոսը քաշում էին իր ձեռքին։ Չէին թողում, որ ինքը բարձրախոսով դատավորին ասի, որ ուրեն իմ պաշտպանել։ Օրվա երկրորդ կեսին էլ դատավորը փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ արդեն երկրորդ սանկցիան կիրառեց, դիմելով փաստաբանների պալատ։ Քանի որ Պապիկյանն ասում էր, որ չի կարող առանց իր պաշտպանյալի մասնակցել նիստին, իսկ դատավորն անդրդվելի էր։ Դատական նախորդ նիստին էլ Տաթևիկ Գրիգորյանը դահլիճից 3 ժամով հեռացրել էր Գևորգ Սաֆարյանին, ով տեղից խոսել էր, փորձելով պարզել, ինչու մեղադրող կողմին հայտարարություններ անել թույլատրվում է, իրենց ոչ։
Փաստաբանները կարծում են իշխանությունների պատվերով դատարանն անում է հնարավորը, որ նիստերն անցնեն առանց մեղադրյալների ու պաշտպանների, գուցե նաև դռնփակ, որպեսզի արագ ավարտեն քննությունն ու խուսափեն հանրային հնչեղությունից։ Այսինքն ամեն ինչ անում են տապալելու պրոցեսը։ Ընդհանրապես լավ կլիներ դատավորը դատախազների հետ հավաքվեն մի սենյակում, կայացնեն դատավճիռները եւ այս ամբողջը չկազմակերպեն եւ մարդկանց անտեղի չքաշքշեն։ Շատ հնարավոր է, որ հաջորդ նիստերին արդեն մեր նկատմամբ ուժ գործադրվի։ Սցենարիստը կփոխի սցենարը, չի փոխի սցենարը, տեսնենք ուր կգնանք էլի։ Այստեղ ես կարծում եմ մի քանի տարբերակ են քննարկում իշխանությունները, այս հարցը դուրս է դատարանի կոմպետենցիայից եւ դատարանի որոշման շրջանակներից եւ քննարկում են զուգահեռ մի քանի հարց՝ դռնփակ նիստերի, առանց ամբաստանյալների եւ առանց նրանց առնվազն իդեմս մեծ պաշտպանների։ Իդեպ այսօր եւս կարգադրիչները անձնագրային տվյալներով ցուցակագրում էին նիստին եկած ընդդիմադիրների համակիրներին, չնայած իրավապաշտպանների քննադատությանը, թե դա ապօրինի է ու արվում է հետագայում մարդկանց հետապնդելու նպատակով։ Ազատամարտիկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով, զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները, կապելով իր քաղաքական գործունեության հետ։